Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի հերթական դրվագն ապացուցեց, որ այս ընտանիքներում նույնիսկ տոնական օրերը կարող են վերածվել իսկական մղձավանջի, իսկ մարդկային համբերության բաժակը վաղ թե ուշ լցվում ու պայթում է, իր հետևից թողնելով ճակատագրական հետքեր։ Այսօր մենք ականատես եղանք և աննախադեպ լկտիության, և վճռորոշ մահացու հարվածի։ Մակունցների ընտանիքում, ինչպես միշտ, կրքերը եռում են։ Բոլորը հավաքվել են Իննայի ռեստորանում նշելու Լեայի ծննդյան տարեդարձը։ Արտաքուստ ամեն ինչ կարծես խաղաղ է ու տոնական։ Հունանը որպես ընտանիքի հայր բարեմաղթանքներ է հնչեցնում դստեր Հասցեին ու անկեղծորեն ասում, որ իր համար ամենամեծ նվերն ու ուրախությունն այն է, որ Լեան վերջապես ազատվել է Լեոյի ներկայությունից և կտրել է կապն այդ ընտանիքի հետ։ Սակայն այս խոսքերը Լեայի հոգում իսկական փոթորիկ են առաջացնում։ Աղջիկն իրեն սարսափելի վատ է զգում, քանի որ ընդամենը նախօրեին նա և Լեոն հաշտվել էին, և հիմա նա ստիպված է նայել հոր աչքերին ու ստել։ Բայց Լեան չի հասցնում նույնիսկ արդարանալ կամ խճճվել իր ստերի մեջ, քանի որ խոսակցությանը միջամտում է Գրիշոն։ Եվ այստեղ տեղի է ունենում սերիայի ամենաանսպասելի ու ցնցող պահերից մեկը։ Հունանը ընդհատելով Գրիշոյին ուղիղ հարց է տալիս նրան, թե վերջապես ինչ հարաբերությունների մեջ է նա Մանանի հետ։ Գրիշոն առանց մի վայրկյան վարանելու, առանց խղճի խայթի կամ անհարմարության զգացման հանգիստ հայտարարում է, որ ցանկանում է ամուսնանալ Մանանի հետ։ Եկեք հասկանանք այս պահի ողջ աբսուրդն ու սարսափը։ Ի տարբերություն Լեայի, Գրիշոն շատ լավ գիտի այն արյունոտ ճշմարտությունը, որ հենց իր հայրն է սպանել Լեոյի և Մանանի հորը, բայց նույնիսկ այս դաժան փաստը նրան հետ չի պահում։ Հունանն ու Իննան պարզապես քարանում են շոկից։ Նրանք դեռ չեն կարողանում տեղավորել իրենց գլխում, թե ինչպես կարող է իրենց որդին նման խելագար ցանկություն ունենալ։ Բնականաբար այս խոստովանությունից հետո Լեայի և Լեոյի թեման անմիջապես մոռացվում է, և ողջ ուշադրությունը կենտրոնանում է Գրիշոյի վրա։ Իսկ քանի դեռ Հունանը փորձում է մարսել որդու այս շոկային հայտարարությունը, մեկ այլ վայրում ծավալվում է իսկական ողբերգություն։ Էռնայի վիճակը հասել է կրիտիկական կետի։ Ավոյի անդադար կտտանքները խլել են նրա բանականությունը։ Ավոն վերադառնում է տուն, տեսնում է մի սարսափելի տեսարան։ Էռնան նստած է հատակին, նրա աչքերում անհավասարակշիռ ու խելագար փայլ կա։ Նա անընդհատ քորում է գլուխն ու անում տարօրինակ շարժումներ։ Ավոն հավատարիմ իր ստոր ու դաժան տեսակին, խղճալու փոխարեն սկսում է ծաղրել ու հեգնել խեղճ կնոջը։ Բայց Ավոն թույլ տվեց իր կյանքի ամենամեծ և հավանաբար վերջին սխալը։ Նա թերագնահատեց անկյուն քշված զոհին։ Երբ նա շրջվում է և պատրաստվում դուրս գալ հյուրասենյակից, Էռնայի մեջ արթնանում է կենդանական, խելագար մի ուժ։ Նա այնպիսի անսպասելի և կործանարար հարված է հասցնում Ավոյին, որ վերջինս տապալվում է գետնին։ Կադրերում մենք հստակ տեսնում ենք, թե ինչպես է Ավոյի գլխից արյուն հոսում։ Ինչը ըստ ամենայնի նշանակում է միայն մեկ բան՝ Ավոն մահացավ։ Այս հրեշը վերջապես ստացավ իր արժանի պատիժը, և այն էլ հենց այն կնոջ ձեռքով, ում ինքը անխնա կործանել ու հասցրել էր խելագարության։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, արդյոք Ավոն իսկապես մահացավ Էռնայի այս խելահեղ հարվածից։ Եվ ինչպես կվարվի Հունանը լսելով Գրիշոյի այս աբսուրդային ու վտանգավոր ցանկության մասին։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով ու կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։